Բարի երեկո արգելի հեռուստադիտողներ, ես Արամ Չախոյանն եմ եւ առաջինի եթերում դուք դիտում եք «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» մեգա նախագիծը։ Սա խաղ է, որտեղ գիտելիքներն ու տրամաբանելու ունակությունն են հաջողության գրավականը։ Եվ այսօր մենք շարունակում ենք անավարտ մնացած դեռ անցած շաբաթվանից խաղը Ժասմենա Բարսեղյանի հետ Գյումրիից։ Ողջունենք։ Մենք շատ ուրախ ենք կրկին ողջունել ձեզ այս գեղեցիկ տաղավարում։ Ժասմենը ինչպես անցավ շաբաթը։ Մտորումների մեջ, հավանաբար, չէ՞։ Մտածմունքների անջատել մտածմունքներից, որովհետև նյարդայնությունը միայն իմ դեմ է լինելու։ Դուք հեշտությամբ հաղթահարեցիք առաջին անձեռնմխելի գումարի շեմ, այսինքն հեշտությամբ պատասխանեցիք առաջին 5 հարցերի, կարելի ասել ճանապարհի 1/3 անցած է։ Առջևում եւս 10 հարց եւ գլխավոր մրցանակը 10 միլիոն դրամ։ Մեր խաղը բաղկացած է 15 հարցերից, յուրաքանչյուր հարց ունի պատասխանի 4 տարբերակ, որոնցից ճիշտն է միայն մեկը։ Խաղի ընթացքում կա 2 անձեռնմխելի գումար, 5-րդ հարցը 25000 դրամ եւ 10-րդ հարցը 700,000 դրամ։ Եվ իհարկե այնուհետև 15-րդը, որը 10 միլիոն դրամական պարգև է նախատեսում։ Խաղի ընթացքում դուք կարող եք օգտվել հուշումներից եւ օգնությունից։ Բան այն է, որ խաղի ընթացքում անմիջապես սկզբում դուք արդեն ընտրել եք 3 տարբերակ օգնության, որոնցից օգտվելու եք, դա 50-50-ն է, համակարգիչը հեռացնում է 2 սխալ պատասխանը։ Երկրորդն է, այստեղ դալիճում նստած ձեր ընկեր Ջոնը կկարողանա օգնել պատասխանել ամենայն դեպս ամեն ինչ կանի, որպեսզի դուք ճիշտ պատասխան գտնեք։ Մենք գիտենք Ջոնին, խնդրեմ, այս Եժեպտերես երիտասարդն է, ձեր հույսը եւ հավատը մեկ հարցի ճիշտ պատասխանը գտնելու գործում եւ նաեւ երրորդ հնարավորությունը օգնության փոխել հարցը, եթե ինչ-ինչ պատճառներով այն չափազանց դժվար թվա ձեզ, եւ մենք շարունակում ենք խաղը 6-րդ հարցից, որի արժեքն է 50,000 դրամ։ Տարբերակներից որի մեջ ուղղագրական սխալ չկա։ Մտավախություն, մտահաղացում, ապաշխարություն, ի շնորհիվ։ Դուք տեսնում եք տարբերակները ձեր էկրանին։ Որպես անգլերեն հայերեն թարգմանիչ ինձ համար ամոթ կլիներ սա ճիշտ չպատասխանելը եւ ուրախ եմ հայտնել Տիկին Զիլշիմյանին, որ ես ձեր պատիվը բարձր կպայեմ, ի շնորհիվ այստեղ ավելորդ է, ապաշխարություն բառի մեջ աշխարհը չէ արմատայել, ապաշխարել ինքը բարձ բառ է, այսինքն հն այստեղ ավելորդ է, մտահղացում եւ այսպես ճիշտ տարբերակը, որտեղ ուղղագրական սխալ չկա, դա տարբերակ A, մտավախություն։ Դա ձեր ընտրությունն է, տարբերակա մտավախություն, այս բառի մեջ եք տեսնում միակ ուղղագրական սխալի բացակայությունը, հա? Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ հստակ է։ 2-3 անգամ նայեցի, միգուցե այստեղ ույթուն կամ նման վիպակ լիներ, բայց չէ։ Իսկ ի շնորհիվը միասին չէ գրվում։ Ավելորդ է, շնորհիվ։ Շնորհիվ։ Ին ավելորդ է։ Ին ավելորդ է, ձեր։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցչուհուն, որ այսպիսի հոյակապ աշակերտ է ունեցել եւ պատրաստել նման խաղացող թեկուզ մեր խաղի համար։ Ձեր վերջնական պատասխանն է տարբերակա մտավախություն։ Տարբերակա մտավախություն ընդունում եմ։ Եվ նույնիսկ չեմ էլ ուզում ժամանակ ձգել, դա ճիշտ պատասխան է։ 50,000-ը ձերն է։ Շարժվենք առաջ։ Հարց 7-րդ արժեքն է 100,000 դրամ։ Շոթա Ռուստավելին առավել հայտնի է այդ ստեղծագործությամբ։ Տարբերակներ A. Ընծայավորը, B. Հնձենավորը, G. Ընձենավորը եւ D. Ընկնավորը։ 100,000 դրամ։ 7-րդ հարցը, 100,000 Տարբերակը
Ռուսթավելին ցավոք սրտի ծանոթ չէ։ Ժասմենա գիտեք ով է Շոթա Ռուսթավելին։ Վրաց գրող։ Դրամատուրգ։ Սականաշան։ Իսկ գիտեք նրա որևիցե այլ այստեղ չթվարկված ստեղծագործություն։ Ում հետ կհամեմատեք Շոթա Ռուսթավելին հայ հեղինակներից։ Իր նշանակությամբ, միգուցե կամ գրական ժառանգով։ Ամոթ ինձ բացակայում է հիմնավոր տեղեկությունը ձեր հարցին պատասխանելու համար։ Իսկ բացառում եք որևէ տարբերակ թվարկվածներից։ Հնձայավորը, հնձենավորը, ընձենավորը, ընկնավորը։ Այստեղից հավանական հնչում է ընկնավորը։ Ես հիշեցնում եմ, որ դուք չեք օգտագործել եւ ոչ մի օգնության հնարավորություն, միգուցե եկել է ժամանակը Բացել զինանոցը դիմել դեռ ոչ։ օգնությանը։ Զուտ դատենք անվանումներից։ Ընծայավորը նավ ընծա ունի։ Չի հնչում վերնագրի նման։ Ընձենավոր կեթանի ունեցող է ինձ արմատից։ Հնձենավորը նույնպես։ Ընկնավորը այստեղից թերևս ամենաշատն է վերնագրի տպավորություն թողնողը։ Իսկ դիմել իսկի թե Հնձենավորն է։ ընկնավոր։ Դες առավել Ընկնավորը։ ընկնավորը։ Դիվահարը, այսինքն բացել զինանոցը թե չէ։ Հարց փոխենք եկեք։ Ինչպես։ Եկեք հարցը փոխենք։ Փոխենք հարցը։ Փոխենք հարցը։ Դուք շատ լավ տրամաբանում էիք։ Բոլոր դեպքերում ընտրությունը ձերն է։ Փոխենք հարցը։ Փոխենք հարցը։ Դե ինչ խնդրում ենք համակարգչին փոխել հարցը։ Ժասմենա, հիմա այս փուլում չկա որևիցե ռիսկ, հա, կորցնելու որևիցե բան, միևնույն է հարցը փոխվելու է։ Կասենք ընկնավոր եւ աչքերս կփակի։ Ընկնավորը ձեզ թվում է Շոթա Ռուստավելի առավել հայտնի ստեղծագործությունն է։ Եվ շատ լավ է, որ դուք չպնդեցիք այս տարբերակի վրա։ Չպնդեցիք, որովհետև ընկնավորը չէ։ Շոթա Ռուստավելի առավել հայտնի ստեղծագործությունն է ընձենավորը։ Ինձ բառից է, կատվազգիների գիշատիչ։ Այո, ինչև է հարցը փոխված է, արժեքը նույնն է, 100,000 դրամ, և հարցը հնչում այսպես։ Ցամաքային որևէ կետի բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից կոչվում է։ Տարբերակներ։ A. Ալիուս, B. Ալտիմետր, G. Altitude, D. Amplitude։ Այստեղ նաև ինձ կօգնի իմ անգլերենի գիտելիքները։ Տարբերակ G, altitude, անգլերեն altitude, հենց բարձրություն բառից։ Տարբերակ G altitude, Այո։ դա ձեր վերջնական պատասխանն է։ Դուք դա գիտեիք։ Չեք էլ ուզում դիտարկել մնացած տարբերակները։ Լեզվի իմացությունից, այո։ Ընդունում եմ ձեր պատասխանը, Ժասմենա։ Ցամաքային որևէ կետի բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից կոչվում է altitude, դա ճիշտ պատասխան է։ Ալտիմետրը գործիք է,
որով կարելի է չափել։ Մենք շարունակում ենք խաղալ ով է ուզում դառնալ միլիոնատեր մեր մասնակից Ժասմենա Բարսեղյանի հետ Գյումրիից։ Դե ինչ, հաջորդ հարցը։ Թոմ Հենքսի որ դերում է վազքի կադրերում նրան փոխարինել եղբայրը, ով ավելի լավ մարզավիճակում էր գտնվում։ Ռոբերտ Էմիյանի, Հուսեյն Բոլտի, Շարքային Ռայանի, Ֆորեստ Գամփի։ Հարցը պարզ է։ Հարցը պարզ է։ Հետաքրքիր է, որ հարցում նշված ֆակտորիդը ինձ ծանոթ չէր, բայց բնականաբար Թոմ Հենքսի հայտնի վազքով հենց հայտնի դերը Ֆորեստ Գամփի դերն է։ Տարբերակը Ֆորեստ Գամփի։ Ֆորեստ Գամփ։ Գիտեք ով է Ռոբերտ Էմիյանը։ Վազորդ կասկածում եմ։ Դա հռչակավոր մարզիկ է, հայ, ով 8 մետր 86 սանտիմետր հեռավորության վրա է ցատկել ժամանակին։ Եվ որքան գիտեմ, մինչև օրս նրա ռեկորդը գերազանցված չէ։ Ինչպես մեր 5-րդ հարցից ցույց տվեց, սպորտի մասին անգամ ամենաակնհայտ փաստերը կարող են ինձ կողքով անցած լինել։ Այդ դեպքում շարունակեմ։ Գիտեք ով է Հուսեյն Բոլտը։ Հուսեյն Բոլտին առնվազն գիտեմ որպես Գինեսի ռեկորդակիր, արագավազորդ։ Ճամայկացի իսկապես ոչ պակաս հռչակավոր մարզիկ, աշխարհի ամենաարագ անձնավորությունն է, չգերազանցված արդյունքներով։ Շարքային Ռայան, Ստիվեն Սպիլբերգի նկարահանած ֆիլմը 2009 թե չեմ սխալվում թվականի, այնտեղ վազքի։ Չեմ հիշում արդյոք Թոմ Հենքսը առհասարակ ներկա էր թե չէ։ Իսկ որ թվականին է նկարահանվել Ֆորեստ Գամփ ֆիլմը։ Չեմ հիշի, բայց 90-ականներ։ 1994 թվականին այս ֆիլմը արժանացել է Օսկարի։ 94 թվականին նկարահանվել են ուղղակի հոյակապ ֆիլմերի շարք, այդ թվում է Փախուս Շոուշենկից, Դիմակը, Աշնան լեգենդները ու էլի շատ լավ ֆիլմեր։ Եվ ես սիրում եմ Ֆորեստ Գամփ ֆիլմը։ Ձեր վերջնական պատասխանը։ Տարբերակ D Ֆորեստ Գամփի։ Ֆորեստ Գամփ։ Ֆիլմը հիշում եք։ Կյանքը նման է շոկոլադի տուփի։ Ես ընդունում եմ ձեր առաջարկած տարբերակը, տարբերակ D Ֆորեստ Գամփ պատասխանում է Ժասմենա Բարսեղյանը, ընդունված է։ Թոմ Հենքսի դերերից մեկում իսկապես վազքի կադրերում նրան փոխարինել է եղբայրը, ով այդ պահին գտնվում էր ավելի լավ մարզավիճակում, եւ այդ ֆիլմն է Ֆորեստ Գամփը։ Ժասմենա, սիրում եք կինո։ Ինչ ժանրի ֆիլմեր եք սիրում սովորաբար դիտել։ Ոչ այնքան ժանրի հարցն է, ինչքան այսպես կոչված trope ասվածի, slow burn կոչեցյալ ֆիլմեր, որոնք որ դանդաղ են զարգացում, դանդաղ։ Կարող եք օրինակներ բերել։ Միգուցե մի լավ ֆիլմ խորհուրդ տալ մեր հեռուստադիտողին։ Հանրային հեռուստադիտողին չգիտեմ ինչքան խորհուրդը կլինի, բայց որպես օրինակ ասածիս Ստենլի Կուբրիկի Փայլատակում ֆիլմը կներեք։ Փայլատակում ֆիլմը, հիշում եք այդ ֆիլմը։ Ով է գլխավոր դերում։ Ջեք Նիկոլսոնը եւ Շելի Դուվալը ասացոքին լուսավորի շատ հիասքանչ դերասանուի հիասքանչ անձնավորություն։ Իսկ ով էր սցենարի հեղինակը, դա էլ կհիշեք։ Քինգ։ Սթիվեն Քինգ, այո։ Դուք զարմացնում եք ինձ ձեր գիտելիքներով, Ժասմեն, անկեղծ։ Ստենլի Կուբրիկի ֆիլմերից ես սիրում եմ տիեզերական Օդիսականը։ Դա չգերազանցված իր ժամանակների համար նկարահանման տեխնիկայով ֆիլմ է, որը դասավանդվում է, պատկերացրեք կինոյի հետ կապված, հա, դասախոսությունների ժամանակ եւ առասարակ դա կինոգործունեության օրինակներից մեկն է, չգերազանցված միջև օրս, մի խոսքով ուրախ եմ, որ այդքան խորքային գիտելիքներ ունեք կինոյի ասպարեզում,
Շարժվենք առաջ եւ հարցի 9-րդն է արժևում։ Արժեքն է 450,000 դրամ։ Ասպետական զինախաղերի կարգադրիչ մրցավար։ Տարբերակներ A. Արխոնտ B. Հերոնդ G. Herold D. Hermilord Էլի ինձ օգնության գալիս է անգլերեն իմացությունը։ Տարբերակ G Herald-ին եմ ավելի շատ հակված, որովհետև Herald հենց նշանակում է ազդարել։ Անգամ թերթեր կան, որոնք հենց իրենց կոչվում են ինչ-որ վայրի Herald։ Թվարկածներից որ բառն է դες ծանոթ, օրինակ արխոնտը, հերոնտը անծանոթ են։ Անծանոթ են։ Hermilord-ը անգամ միգուցե ենթադրում եմ, որ խմբագրային կազմի ստեղծագործություններից է, ասես ասենք։ Hermilord։ Այո։ Դե ինչու, օրինակ, ես շատ լավ գիտեմ, չգիտեմ, հիմնականում Դյումայի ստեղծագործություններից Միլորդ, դա հարգանքով դիմելու ձև է։ Եվ հեղը, լավ։ Խոսքերս հետ եմ վերցնում 1000 անգամ ներողություն։ Ինչ գիտեք ասպետական զինախաղերի մասին, առասարակ, ինչ մասնակիցներ ուներ։ Քանի որ գնում է դեպի սպորտ, սպորտը իմ Աքիլեսյան գաշապարն է կարելի ասել։ Սա էլ ասպետական զրահով գաշապարն է, բայց միևն է խոցելի։ Աքիլեսյան գաշապարի մասին չեմ վիճի, բայց հիշեցնում դա դիցաբանական երևույթ է, դա այն հատվածն է, որտեղից Աքիլեսին մայրն էր բռնել եւ ջրի մեջ էր օծում, հա, եւ շնորհիվ դրան նա անգնդակաթափած դարձավ, կարելի ասել, զրապատ, բայց հենց այդ հատվածը, որտեղից նա բռնել է ձեռքով եւ խոցելի էր։ Դա մի ուրիշ պատմություն է։ Ինչ վերաբերվում է ասպետական զինախաղերին, մենք տեղափոխվում ենք միջնադար հավանաբար, որտեղ որ ասպետական խաղերը ամենևին էլ կապ չունեն սպորտի հետ։ Դրանք շատ հաճախ վերջանում էին վնասվածքներով, անհամատեղելի կյանքի հետ եւ այլ դաժան երևույթներով եւս։ Ես հիշեցնում եմ, որ դուք ունեք չօգտագործած երկու օգնության հնարավորություն։ Նա 50-50-ն է, ինչպես նաեւ ձեզ կարող է օգնել Ջոնը, ով հիմա պատկերացնում եմ շատ լարված հետևում է ձեր խաղին։ Եթե ասպետներից ենք խոսել, եկեք զինանոցը մեկ անգամ էլ կիրառենք։ 50-50։ 50-50։ Կխնդրենք համակարգչին հեռացնել երկու սխալ պատասխանները։ Տարբերակ G Herald։ Կասեմ աչքերս կփակեմ։ Արխոնտը բացառում եք։ Բացառում եք արխոնտը։ Ձեր վերջնական պատասխանն է տարբերակ G Herald։ Այո։ Ընդունում եմ։ Արխոնտին հունական բառ է։ Նշանակում է տիրակալ, բարձրագույն պաշտոն։ Իսկ հերոնտը, եթե բառացիորեն թարգմանենք, նշանակում է ծերուկ։ Հերոնտոլոգիա, հավանաբար գիտեք բժշկության այն ճյուղը, որը ուսումնասիրում է տարիքային հիվանդությունները մեծահասակների։ Սպարտայում ավականու անդամ էր նաև։ Բայց նաև ասպետական զինախաղերի կարգադրիչ եւ մրցավար Հերոլդ, դա ճիշտ պատասխան է։ Ես էլ եմ ծափարում ձեզ։ Մենք հասանք երկրորդ անձեռնմխելի գումարին, լարեք ձեր ուժերը, միտքը, հնարավորությունը,
Դուք ունեք հոյակապ հնարավորություն հիմա վաստակել անձրն մխելի 700,000 դրամը եւ ավելի վստահ եւ հանգիստ շարունակել խաղը եւ վերելքը դեպի 10 միլիոն դրամը։ Պատրաստ եք։ Հարց 10-րդ արժեքն է 700,000 դրամ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ նախագահը, որը չի հաղթել ընտրություններում, ոչ որպես փոխնախագահի, ոչ որպես նախագահի թեկնածու։ Տարբերակներն են A. Ջերալդ Ֆորդ, B. Ջիմի Քարթեր, G. Ջորջ Բուշ կրտսեր, D. Ուորեն Հարդինգ։ Ծանոթ են ձեզ թվարկած անձիկ ԱՄՆ նախագահները։ Ջիմի Քարթերն ու Ջորջ Բուշ կրտսերը միանգամից։ Սա հարցի էությունն եմ ուզում հասկանալ, այսինքն եթե չեն անցել ոչ որպես փոխնախագահ, ոչ որպես նախագահի թեկնածու, ենթադրում եմ նրանք ստանձնել են նախագահությունը նախորդ պաշտոնավարի մահվան արդյունքում, բայց այդ դեպքում ասում են փոխնախագահ։ Ինչ է կարծում, ինչպես է ստացվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես ժողովրդավարական երկրում մեկ էլ նախագահ է ընտրվում առանց ընտրությունների։ Ինչ հանգամանքներ են նախորդել դրան։ Նախորդի սպանությունը, նախորդի մահը։ Նույնիսկ փոխնախագահ էլ չի եղել։ Հենց այդ է։ Տեսեք, Ինչ խոսքով հարցը դուք ամբողջությամբ հասկացաք։ ենթադրում եմ։ Դե մնաց ընտրեք ճիշտ տարբերակը։ Կրկնեմ, Ջերալդ Ֆորդ, Ջիմի Քարթեր, Ջորջ Բուշ կրտսեր, Ուորեն Հարդինգ։ Ջիմի Քարթերն ու Ինչ է կարծում, Ջոնը ձեզ չի կարող օգնել։ Ջոնը մնում է զինանոցի որպես ավելի ծանր հրետանին։ Ինչ եք ասում, իսկ այդպես։ Իսկ միգուցե հենց այդ ժամանակն է, երբ պետք է, ինչպես ասում են, Վունդերվաֆեն հանել, հա, ձեր զինանոցի։ Վունդերկինդը թող մնա։ Հրաշազենքը։ Վունդերկինդը թող մնա։ Լավ։ Առնվազն ներկապահի իմ դատողությամբ։ Ուզում եմ անձամբ Ժասմին, ես վստահ եմ, որ դուք գիտեք, բայց սխալ պատասխանի դեպքում դուք ահռելի գումար եք կորցնում։ Ուզում եմ փորփրել հիշողության խորդանոցը։ Որ տարբերակներն եք բացառում, եկեք այդպես Քարթերն ու շարժել։ Ջորջ Բուշ կրտսերը գնացին։ Հո, փաստորեն մնաց երկու տարբերակ, Ջերալդ Ֆորդ։ 50-50-ը աշխատում է իմ ուղեղում։ Իսկ մոտավորապես հիշում եք, որ ժամանակահատվածում են նրանք Հենց այդ է։ եղել ԱՄՆ նախագահ։ Սա այն թեմաներից է, որ հենց պատասխանը ինչի են, որ ճակատի տեստայից ասում ես, ճիշտ էր։ Հիմա հույս ունեմ անձամբ մտքի թելը բացելով ինքս հասնեմ այդ բանին։ Ինչու եք վստահ, որ օրինակ Ջորջ Բուշ կրտսերը եւ Ջիմի Քարթերը բացառվում են որպես ճիշտ Իրենք պատասխան։ ընտրությունների արդյունքում են ստանձնել պաշտոնը։ Դուք հիշում եք դա։ Ջիմի Քարթերը ցարը պատերազմի ժամանակ, Ջորջ Բուշ կրտսերը արդեն 21-րդ դարում։ Ջիմի Քարթերը ես ճիշտ ասած վստահ չեմ, բայց սարը պատերազմը հիմնականում որպես երևույթ, հա, Ռեյգանի օրոք է եղել։ Հենց Ռեյգանի քաղաքականությունից կարծես հոգնած մարդիկ ընտրում են Քարթերի ավելի հանգիստ տեսակը։ Ինչևէ, մենք սովորաբար չենք շտապեցնում մեր մասնակիցներին եւ թողնում ենք, որպեսզի նրանք հանգիստ, խորեն, մտորեն, մտածեն, հիշեն, միգուցե տրամաբանեն եւ գտնեն ճիշտ պատասխանը։ Մենք էլ պատրաստ ենք փոխանակել 700,000 դրամը ձեր ճիշտ պատասխանի հետ։ Կարծում եմ արդար է։ Արդար փոխանակում է։ Որը դեպքերում դուք նաև ունեք միգուցե ոչ պոպուլար, բայց տարբերակ ուղղակի վերցնել գումարը
մինչև վերջնական պատասխան ասել եմ։ Որոշումը ձերն է։ Gerald Ford. Warren Harding. Harding. 20-րդ դարի ստուարչոք։ Harding. Warren-ից միայն Buffett-ին եմ հիշում, բայց ինձ Buffett-ը ներկապային հազիվ թե օգնի։ Նույն հաջողությամբ կարող եք ասել, որ Ջերալդներից հիշում եք Բատլերին, դերասան, օրինակ։ Վունդերկինդին հանենք։ Դիմում ենք օգնության Ջոնին։ Ջոն, ողջունում ենք ձեզ կրկին։ Ողջունում եմ Բարև ձեզ։ ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ունեք հնարավորություն օգնել ձեր ընկերոջը գտնել ճիշտ պատասխանը հարցի, որը որ հնչում է այսպես։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ նախագահը, որը չի հաղթել ընտրություններում ոչ որպես փոխնախագահ, ոչ որպես նախագահի թեկնածու։ Վունդերկինդի պահ ոնց որ այս հարցի շրջանակներում չափազանցված դուրս եկավ, որովհետև իմ մտահորիզոնն էլ է Ժասմինայի պես սահմանափակված, զուտ բացառելով Ջորջ Բուշ կրծերի եւ քարտների տարբերակները, բայց այն մյուս անունները անծանոթ են, երևի չկարողանամ կոնկրետ պատասխանեմ, որը կընտրեի կամ կհուշեի Ժասմինային։ Բոլոր դեպքերում ոչինչ չի փոխում, եթե դուք ձեր տարբերակը առաջարկեք, միգուցե դա մտքի գցի Ժասմենային։ Ջոն։ Ես ինտուիտիվ հակված էի Ֆորդին, բայց ընդամենը ինտուիտիվ։ Մի խոսքով չունեք հստակ պատասխան։ Ցավոք ոչ։ Իմիջալոց Ջոն, հայերեն Հովանես։ Եթե այդպես։ Խնդրեմ։ Իսկապես լարված իրավիճակ է։ Նույնիսկ չգիտեմ, արդյոք հիմա իմ խոսքը տեղին է։ Երկընտրանքի առաջ է կանգնած։ Խոսքը միշտ է տեղին։ Սա դասական դիլեմա է։ Խնդրեմ։ Եթե դուք հիմա սխալ պատասխան եք տալիս, ապա հեռանում եք խաղից 25,000 դրամով։ Ճիշտ պատասխանը բերում է ձեզ 700,000 դրամ։ Եթե վերցնում եք գումարը, ապա դա կկազմի 450,000 դրամ։ Դուք դեռ ունեք այդ հնարավորությունը։ Մինչդեռ սխալ պատասխանը զգալի կորուստների է բերում։ Եկեք շոուի համար, քանի որ բավականին լարված է իրավիճակը։ Դիմենք ռիսկի։ Դիմեք ռիսկի։ Ես կվստահեմ Ջոնի ինտուիցիային։ Բայց Ջոնը ինքը խոստովանեց, որ չգիտի հստակ Ոչինչ։ պատասխանը։ Ավելի թող ինտրիգա ավելացնի։ Այսինքն ձեր սխալ պատասխան տալու գործի մեջ ներքաշում եք նաև Ջոնին։ Մասնակից եք դարձնում։ Ընկերովի ծանծաղուտում խեղդվելը հարսանիք է։ Դե ինչ, մեր ռիսկային խաղացող Ժասմենա Բարսեղյան, սպասում ենք ձեզանից ճիշտ պատասխան, բայց ուղղակի հիշեցնեմ, որ 450,000 դրամն էլ քիչ գումար չէ։ Եվ կարող էր վերածվել մի լավ բանի, օրինակ։ Միգուցե կիրականացներ ձեր փափագած երազանքի ինչ-որ մի հատվածը, միգուցե կամ էլ կօգներ դա իրականացնել։ Տարբերակա Ջերալդ Ֆորդ։ Տարբերակ A Ջերալդ Ֆորդ։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Ընդունում եմ։
Ես չգիտեմ, նույնիսկ չգիտեմ ինչպես բերեմ ճիշտ պատասխանին, ուղղակի ասեմ, որ նախագահ, որը որ ճիշտ տարբերակն է, ճիշտ պատասխանն է, նշանակվել է փոխնախագահ, այնուհետև նախագահ, նախորդների Ագնյուի և Նիքսոնի հրաժարականների պատճառով հրաժարականներ են եղել և արդյունքում Ջերալդ Ֆորդը դարձավ նախագահ։ Ռիսկը գործի կեսնեմ, ես ձեզ շամպայն կառաջարկեի, իհարկե նույնիսկ սուրճ, բայց հեռուստադիտողները, ինչպես նաև դահլիճում գտնվող հանդիսատեսը սպասում է խաղի շարունակությանը։ Ժասմենա, կարող եք շունչ քաշել։ Մենք հասանք վերջին հնգյակին, ուզում եմ անմիջապես ասել, որ ինձ դուր է գալիս շատ ձեզ հետ խաղալ, և հարց 11-րդ, որի արժեքն է 1 միլիոն դրամ։ Ժասմենա, իմ ավելի թեթև եք խաղալու, համաձայնվեք, որ դա այդպես է, հոգեբանորեն։ Իհարկե կա հոյակապ հնարավորություն ավելի ու ավելի մեծ գումարով այստեղից գնալ, բայց այն վստահությունը, որ մեջքի ետևում 700,000 արդեն ձերն է, ձեզ թև է տալու, որպեսզի սլանաք դեպի վեր։ Եվ այսպես հաջորդ հարցի արժեքն է 1 միլիոն դրամ։ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում արտադրվող կապրոնի առևտրային անվանումն է։ Դակրոն, Դեդերոն, Գերմակրոն, Ակրոն։ Հարցը պարզ է, Ժասմենա։ Պարզ է։ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում է արտադրվել կապրոնի արտադրանք, որի առևտրային անվանումն է Դակրոն, Դեդերոն, Գերմակրոն, Ակրոն։ Էլի բավականին հավասարակշռված հաղ է ինձ թվում է։ Ինձ մոտ բարդություն առաջացնում են այն հարցերը, որոնք ավելի շատ կապված են սպորտի կամ մրցումների կամ այլ տիպի մրցավազքերի հետ։ Ինձ օգնում են այն հարցերը, որտեղ որ ես կարող եմ տրամաբանել լեզվից ելնելով։ Նմանատիպ դիլեմա հիմա ինձ ուղղորդող տարբերակներն են ան կամ բեն, դակրոն կամ դեդերոն, որտեղ գերմաներենում գերմաներենը որպես դոյչը կամ Դոյչը։ Ենթադրում եմ որ Բոլորս են մի քիչ սպրեխեն, չէ, դոյչը, մի քիչ։ Un poco։ 1, 2, 3, բոլորս էլ գոնե գիտենք հաշվել, ինչ-որ բառեր գիտենք ֆիլմերից։ Իհարկե շատ լավ կլիներ, որ բոլոր հարցերը լիներ կինոյի մասին, չէ, հաշվառնելով որ լավ է կողմնորոշում։ Կուբրիկի մասին, Շելի Դյուվալի մասին, մեծ սիրով։ Ինչերը։ Ինչերը։ Ունենք այնինչ ունենք։ Եվ եկեք մտածենք։ Դակրոն կամ դեդերոն։ Որպես էլի Deutsche Capron Dagron։ Ինչ է կարծում, օրինակ անպայման է, որ Գերմանիայի հետ կապված լինի։ Ինձ թվում է առնվազն ակնկալելի, հատկապես։ Օրինակ կա նեյլոն, երևի գիտեք, չէ, որ կապ չունի երկրի անվանման հետ։ Երկրի անվանման հետ միգուցե կապ չունի, բայց հենց ապրանքանիշի անունը պիտի հուշի ինչ-որ մաս իր ինքնությունից։ Եվ հենց անվանման մեջ, լեզվի մեջ էլ թաքնվում է գաղտնիք շատ ժամանակ։ Հենց Դե, ինչպես նկատում եք, վերջավորությունները բոլորին նույնն են, եկեք դիտարկենք արմատները, տրամաբանելով։ հենց էլ էտը։ Դեդերոն։ Եթե գերմաներենը մի փոքր էլ ինձ ավելի օգտակար լիներ,
միգուցե հասկանայի երկրորդ դեն ինչ որ արմատի փոխարեն է հապավման մեջ։ Որ տարբերակը նկատի ունեք, Դեդերոնը, դեդերոն, այո։ չգիտեմ ինչ է դա, բայց լավ է հնչում։ Իսկական կապրոնի առևտրային անվանումը չէ։ Ես մարքեթինգի մասնագետ չեմ, բայց եթե հնարավորություն տային, միգուցե ուրիշ տարբերակ կմտածեի։ Դակրոն, թերևս։ Դակրոն, օրինակ, Դակրոն։ ինձ թվում է կամ ակրոնը դարապես, հայ ակրոնը ինձ թվում է վաճի ինչու, կամ գերմակրոն։ Կարծում եմ բոլորն է լավ են ինչու, ինչը դու չի գալիս ձեզ, Ժասմենա։ Մտածում եմ։ Էլի իմ ուղեղում 50-50-ն եմ։ Տարբերակա դակրոն։ Դա դեր վերջնական պատասխանն է։ Այո։ Ինչից ելնելով եք կարծում։ Ուղղակի։ Լեզվաբանական ինտուիցիա։ Լեզվաբանական ինտուիցիան հուշում է ձեզ, որ ճիշտ պատասխանն է տարբերակա դակրոն, ընդունում եմ։ Գերմանական դեմոկրատական հանրապետությունում սինթետիկ պոլիեթերային մանրաթել պատրաստում էին, դրանից արժեքավոր գուլպաներ և ցավում եմ, դա դակրոնը չէ, ճիշտ պատասխանն էր դեդերոն։ Դեդերոն, Deutschland Demokratik։ Դիտարկում էիք այդ տարբերակը ինչ-որ բանով այս անվանումը ձեզ դուր չեկավ։ Պաստորեն ստացվում է լեզվաբանական ինտուիցիան ձեզ այս անգամ ափսոս խաբեց կամ շփոթեցրեց։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ Ժասմենա, շնորհակալություն գեղեցիկ խաղի համար։ Շնորհակալ։ Այսպիսով, հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղը նոր մասնակցի է, իսկ թե ով կզբաղեցնի մասնակցի աթոռը կպարզեք ընտրական փուլում, կա 6 մասնակից եւ առաջադրանք, որի պատասխանները պետք է ճիշտ հերթականությամբ դասավորեն։ Այսօրվա մեր ընտրական փուլի մասնակիցներն են Բերջ Ամիրյան, Երևան, Վոլոդիա Մելքոնյան, Երևան, Դավիթ Սաքսյան, Երևան, Ասկիկ Բուրնուչյան, Երևան, Մեսրոպ Աբազյան, Վանաձոր, Կարեն Դոլուխանյան, Երևան։ Հիշեցնում եմ մեր մասնակիցներին, որ առաջարկված հարցը ունի տարբերակներ, պատասխանի եւ ձեզ պետք է հնարավորինս արագ ճիշտ հերթականությամբ դասավորել դրանք։ Այսպիսով անցնենք հարցին։ Դասավորեք լճերը մակերեսների աճման կարգով։ Բայկալ, Կասպից ծով, Պարզ լիճ, Սևան։ Ճիշտ հերթականությունը հետևյալն է։ Պարզ լիճ, Սևան, Բայկալ, Կասպից ծով։ Եվ մեր մասնակիցներից ճիշտ է պատասխանել միայն մեկ մասնակից եւ դա Մեսրոպ Աբազյանն է։ Հրավիրում ենք խաղի։ Դե բարի գալուստ։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղ։ Մեսրոպ, ինչով եք զբաղվում։ Աշխատում եմ հյուրանոցային ոլորտում։ Հորեկա, այդպես են ասում։ Ավելի շատ մասնավոր տուրիստական հյուրանոցում հյուրերին ընդունել, դիմավորել, ճանապարհել, պատասխանել հարցերին։ Այսպես։
ինչպես է գնահատում զբոսաշրջությունը Հայաստանում, հոսքը տարեց տարի աճում է։ Կարծում եմ ամեն դեպքում դեռ տենդենսներ կան, մենք էլ մեր կողմից ունենք քայլեր անելու, որ հետագայում ավելի լավ լինի ամեն ինչ։ Այսօր ինչ գումարի հետևից եք եկել մեր խաղը։ Դա ավանդական հարց է։ Իրատեսական։ Իհարկե բոլորս էլ ձգտում են գլխավոր մրցանակին 10 միլիոնին, բայց այնուամենայնիվ Թե գոնե 7-անիշ լինի։ 7-անիշ։ Գոնե 7-անիշ։ Գոնե։ Շատ լավ։ Այսօր նախկինում դիտել եք երբևէ այս հերոստախաղը։ Ես ոչ միայն դիտել եմ, այլ նաև անհամբեր մոտավորապես 15 տարի սպասել եմ, որ հնարավորություն լինի մասնակցելու։ Իսկ գիտակցում եք, որ այստեղ նստած հաճախ հոգեբանական ճնշման ներքո, հա, Օրինակ այսպեսի։ այս ազդանշանը ազդարարում է խաղի ավարտ, ուղղակի սպառվեց ժամանակը, Մեսրոպ, այսօր, բայց մենք անպայման կշարունակենք խաղ ուղիղ մեկ շաբաթ անց, այսպիսով հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ մեկ շաբաթ անց, առաջինի եթերում, մենք շարունակենք խաղալ ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղը մեր մասնակից Մեսրոպ Աբազյանի հետ Վանաձորից, մնացեք առաջինի հետ։